Մենք տաքսի վերցրեցինք ու Քուշադասից հիմա գնում ենք Էֆես կամ Էֆեսոս։ Հեռու չէր, պատկերացրեք, մոտավորապես երևի մի կես ժամ տևեց, որ մեզ տարավ տաքսու վարորդը ու լավ մարդ էր, ամբողջ ճանապարհին մեզ պատմեց Էֆեսոսի մասին։ Վարորդը տարավ մեզ, հետո մոտ 2 ժամ երևի մենք ման եկանք, հետո նույն մեքենայով մեզ սպասեց, մենք հետ եկանք։ Oradan bu tarafa doğru gelirken denize Menteşe Kalesi var, hep bunlar ayakta. Yani yakın tarihin izlerini Selçuk'ta görebiliyorsunuz. Efes, dediğim gibi o tarihin başkenti konumunda. İçerisinde girdiğinizde mesela 2500 yıl önce ilk Տանք այս Էֆեսոսը $40 վճարեցինք մի օգուն, 40 եվրո։ Իսկ եթե դու թուրքական անձնագիր ունես, անվճար է։ Զարմացա, ինչ ճիշտ ասած։ Հենց մուտքի մոտ գտնվում էին Էֆեսոսի հռոմեական լոգարանները։ Հռոմեական լոգարանները հին Հռոմի առօրյա կյանքի անբաժանելի մասն էին կազմում։ Հետևաբար այստեղ լոգարանները օգտագործում էին ինչպես մաքրության, այնպես էլ շփման համար։ Բացի այդ, համաճարակները կանխելու համար քաղաք մտնողները դրսից պետք է նախապես մաքրվեին լոգարանում։ Այստեղ մարդիկ գալիս էին ոչ միայն լվացվելու, մաքրվելու համար, այլ գալիս էին նաև մերսման, հանդիպում էին ընկերների հետ, տեղեկանում էին օրվա նորություններին ու բամբասանքներին։ Բաղնիքները մի քանի տարբեր աստիճանի տաքության ջրեր ունեին։ Կային սառը, տաք, գոլ ջրերի բաղնիքներ, որտեղ հերթականությամբ մարդիկ անցնում էին այդ բոլոր ջրային պրոցեդուրաները։ Գարունում ասանք բանով։ Հենց որտեղ, հենց տեղ։ Ահա։ Զգուշ տեղ։ Անընդհատ այդ տախտակը համաչափ չի դրանց, պետք է ուշադիր լինել, որ դիմացից նայելով գնա, նավան տարևան գնում է։ Միա թարգման իստեղ, մյուզեյումի են կողմնա, տենց էտա ցույց տալիս, գնում ենք ես կան։ Experience Museum։ Փողոցի անունը Հարբոր փողոցն է, գլխավոր փողոցներից մեկն է, որ սկզբից հենց մուտքից սկսվում է։ Վերջանում է այստեղ մի քանի սյուներ կան դիմաց, այդ սյուներով։ Այս տարածությունը բաց տարածություն էր ու խամու ձայնը խանգարում էր տեսաֆիլմ նկարելու համար։ Ես հիմա երբեմն ստիպված կլինեմ խոսել, որովհետև խամու ձայնը անտանելի է ականջի համար, շատ տհաճ է լինելու։ Մենք էլի նույն սկզբունքով էինք շարժվում, արագ-արագ նկարում էինք, որտեղ որ ցուցատախտակ էինք տեսնում, նկարում էինք, որ հետո գանք տեսնեինք, թե իրականում որտեղ ենք եղել։ Չի գրած, որտեղ որ մասը ինչ է նշանակում, ինչ-որ բաներ, բացատրություններ կա նշած։ Բազիլիկա է եղել այստեղ։ Այստեղ կոչվում են բազիլիկա Ստոա, 160 մետր երկարությամբ բազիլիկաները ունեցել են փայտե տանիք, բազիլիկա է եղել իրականում, որից մնացել են մի քանի սյուներ։ Հենց այս իմ հետևում գտնվող 3 սյուների մասին է խոսքը։ Բազիլիկան է եղել։ Այս ամբողջ սյուները տեսնում ես իրա։ Այստեղ եմ ուզում։ Այս աղջիկը եկա։ Սա չի գա այնտեղը։ Սրանք այդ բազիլիկայի սյուների վրա գտնվող ցլի կամ խոյի գլուխներն են, որ զարդարել են այդ սյուները։ Ամբուլանս, չէ, ես ասում եմ ես ինչ է, որտեղ սրանք հիվանդանոցել են ունեցել։ Ես իմացա, այս իրանց հիվանդանոցն է կարող է։ Ուրեմն այս տարածքը կոչվում է Օդեոնի Բուլետրիոն։ Օդեոնը կոչվում էր նաև Բուլետրիոն, քանի որ Էֆեսոսի Բուլեն խորհրդարանը այստեղ էր անցկացնում իր նիստերը։ Այսպիսով այս կառույցը ուներ 2 նպատակ՝ որպես համերգասրահ եւ որպես քաղաքի խորհրդարան։ Մի ժամանակ այստեղ կարող էր տեղավորվել մոտ 1400 հանդիսատես։
Այն նախատեսված էր հիմնականում փոքր համերգների եւ ներկայացումների համար։ Տեղի էին ունենում դասախոսություններ, երաժշտական ներկայացումներ։ Նա ուշադրություն դարձրեք այդ մուտքի մոտ այդ խաչը, որ պահպանված է, լավ է ձեռք չեն տվել, մնացել է։ Սա հետևից խաչը։ Լավ է չեն անում։ Այդ բացատրություն լինի, լավ կլինի գոնե։ Բամերի միջով ենք երնում։ Վերևից ենք նայելու, հա։ Ամֆիթեատրն է իրանց։ Մենք վերևից, ամենավերևից բարձրացանք, տեղ նկարեցինք։ Այս էլ Օդեոնի նկարներ տարբեր տեղերից, տարբեր դիրքերից։ Շատ գեղեցիկ էր, շատ տպավորիչ կառույց էր։ Այդ ամֆիթեատրի վերևի կողմում ենք։ Էֆեսոս ենք այսօր սեպտեմբերի 1-ն է 2025 Էֆեսոս եկանք եւ ամֆիթեատր ենք ամենամբերի մասն ենք Սիրուն այս պահարը նայ։ Սպասի մի րոպե։ Սալահատակը սղլիկ է, զգուշեղի։ Իսկապես սալահատակը ահավոր էր։ Այդ հատակը, որով որ քայլում էինք, չգիտեմ, մաշվածության պատճառով էր, թե մրամր էր, թե հիմնականում քայլում էինք շատ դանդաղ։ Մեր կոշիկները բավականին հարմարավետ կոշիկներ էին, բայց որ ոտքդ դնում էիր, գնում էիր։ Ես հետո նայեցի շատ վիդեոներ ուրիշներից, որ նույնիսկ emergency շատ դեպքեր ա լինում, որ մարդիկ ընկնում են, ոտք են կոտրում, ձեռք են կոտրում։ Այստեղ սղլիկ է, զգուշ շատ, պատերը բռնելով իջի։ Այս մեծ փողոցն է իրանց գլխավոր։ Ինչ է պատմում քեզ այդ թուրք մարդը։ Այստեղ ջով է եղել, լիման է եղել, նավերը գալիս են եղել, լեցվեր է։ Հիմա որտեղով որ մենք քայլում ենք, առևտրային ագորա է կոչվում։ Ագորան հին աշխարհի ամենակարևոր առևտրային կենտրոններից մեկն է, փողոցներից մեկն է եղել, կողքերը խանութներ են եղել, շուկա եղել մեծ, այդտեղ մոտակայքում ծով է եղել եւ ագորան կապված է եղել առևտրային նավահանգստի հետ։ Հետաքրքիր է։ Հիվանդանոց են ունեցել հատուկ այս քաղաքը։ Դա կգտնենք, ուղղակի լավ կլինի ցույցեր տախտակներ հանդիպի կարդանք, էլի։ Ժամը ֆիքսեցիր մոտավորապես երբ ենք հետ գնում։ Ժամը մեկ է հիմա։ Մեկ ժամը işte 2:30 մաքսիմում, հա։ Okay, կհասցնենք։ Ըստմա կհասցնենք, մենք արագ ենք։ Տնանք են ցուցատախտակին, տեսնենք վրան ինչ է գրված։ Ախր ինքը սպիտակ քար է ամրամրի նման ու վրան է բարակ փոշի գալիս։ Aslında buradaymış. Ոստեղ եղել է այս բանի արձանը։ Նայի։ Այստեղ էս իրանց հայտնի։ O meyveleri burada mı? Ըստ այստեղ եղած ցուցատախտակի, այստեղ եղել է ինչ-որ սրբազան տարածք, կողքը եղել են երկու փոքր տաճարներ, պատվանդանի վրա այդ տաճարների նկարներն է հավանաբար այդտեղ դրած սյուները։ Քաղաքի կենտրոնում փաստորեն կայսերական պաշտամունքի տաճար է եղել։ Այս
Անունը մոռացա էս։ Արտեմիսն է, հա, երևի չգիտեմ։ Իր արցանն այստեղ ինչ որ եղեք արդեն։ Չէ, կարելի գնալ մոտենալ, ես էլ մոտենում էի։ Այստեղ ա եղել իրա։ Այս սրբազան թաղամասում եղել են Էֆեսոսի, Արտեմիսի առանձնահատուկ բազմակուրծք արձանների պատճենները։ Մոտակայքում գտնվում է հիվանդանոցը։ Հիվանդանոցի դարպասների վրա գրված է «Մահը չի թույլատրվում այս դարպասներով»։ Այս հիվանդանոցներում հիվանդներին բուժում էին շատ կասկածելի մեթոդներով, բայց տեղի հին բնակիչները հավատում էին, որ դա արդյունավետ է։ Հիվանդներին բուժում էին հիպնոսով, համոզելով, ջրային մաքրմամբ, քանի որ առաստաղի անցքերին կային ջրերի անցքեր կային, որով ջուրը հոսում էր։ Նույնիսկ իջեցնում էին օձերով լի լողավազանի մեջ, հուսանքը ոչ թունավոր օձերի։ Շատ ավելի մարդ կար։ Հիմա ուղղակի քչացել եմ փոսը։ Գնացին։ Հələ հատակը տեսեք։ Սղլան, սղլիկ։ Որ փոսի շերտն էլ հատակի վրա գալիս է, շատ ահա որ անդուր սղացնում է։ Զգուշ։ Նույնիսկ փոթազները չեն օգնում։ Սրանց ոնց որ գլխավոր փողոցն է, որով հիմա մենք անցնում ենք։ Մի վայրկյան է։ Ուй, տեսնում ես ինչ ա լինում, Վասիլը։ Ասկարերն կային։ Խկալու ենք։ Այդքան կամած ենք քայլում, բայց էլի ահա որ է։ Դու պատկերացնում ես Անդրև լինի։ Այս մի տեսակ այս մյուս քարերը նորմալ է։ Բայց այդ մյուս քայլուն քարերը մարմարի նման են, նա կողմուր։ Հետևի հուշարձանային համալիրը կոչվում է Միմոսի հուշարձան։ Այն կառուցել է Օգոստոսի գահակալության ժամանակ մեր թվարկության առաջին դարում բռնապետ Սուլայի թոռ Մեմոսի կողմից։ Այս շենքերի վրա կառուցվել են նրա հոր և պապի կերպարները։ Սրանք բռնապետների ընտանիք էին, բայց Էֆոսի համար հերոսներ են եղել։ Սրտանների խմբը տեսակ նկարեցի։ Ցուցատախտակի վրա կարդում ենք Պոլեոյի շատրվան։ Պոլեոյի շատրվանը կառուցվել է 97 թվականին հարուստ Էֆոսացի ընտանիքի կողմից Պոլիոն անունով։ Ջուրը Էֆոսի աղբյուրները բերվել են 3 հիմնական տեղերից ջրատարերի միջոցով, իսկ աղբյուրներից բաշխվել են թրծված կավե խողովակների միջոցով, տարբեր ուղղություններով է գնացել այդ ջուրը։ Այս ջրամատակարարման ցանցն է, փաստորեն հիմնական կենտրոնն է։ Նա նկարենք այս մասը ու գնանք տեսնենք իրանց ինչ անել։ Հələ նայես կլոր ինչ են ասում կամարը։ Ու այս հսկայական քարերը, այս էլ է հետաքրքիր։ Հələ նայես այս կամարի մասին է գրված, հələ արի կարդանք, տեսնենք գոնե ինչ է մի հատ։ Արևը կարաս, կարդաս քո ակնոցները բանա։ Պոլիո ապսվե Դիմիտրիան։ Արևին։ Լավ է։ Այս ամբողջը, այս հետևից էլ այս սյուները։ Ես չեմ տեսնում ինչ եմ նկարում, որտեղ շատ ուժեղ արև է, շատ։ Ուղղակի նկարում եմ։ Ոչինչ չեմ տեսնում կամերայի մեջ։ Լիքը տեսնելու տեղեր կան, տեսնում ես։ Հələ նա այդ կամարաձևը ինչ ա եղել հետաքրքիր է։ Իրանից ինչ ա ներկայացրել։ Այն դե լավ նեղ գրած ա մի բան։ Մեր դիմաց Դոմինտիանոսի տաճարն է եղել ժամանակին։ Դոմինցիանոսը կառավարել է հռոմեական կայսրությունը առաջին դարում։ Նա հայտնի էր որպես ամենադաժան հռոմեացի կայսրը, որը հալածում էր բազմաթիվ քրիստոնյաների հռոմեական քաղաքներում, այդ թվում նաև Եփեսոսում։
Դոմինցիանոսը նաև այն մարդն էր, որ Հովհաննես Առաքյալին աքսորեց Պատմոս կղզին։ Տաճարը եւ արձանները ոչնչացվեցին 4-րդ դարից հետո, քրիստոնեությունը պետական կրոն դառնալուց հետո։ Այստեղ կարդանք, հետո ընդեղ կգնա։ Domitianus tapınağı. Domitianus Temple'ını. Դոմիթյան։ Դոմիթյանը հայերեն ո՞նց է լինա։ Հանգրում ես։ Դա կա կարծիքով, հա, էս է, էլի, նայ, համ նկարի մեջ է երևում, նայ։ Էս։ Համ էս, նայ էս տեսար էս սյուները նկարի մեջ։ Ուրա էս նկարի մեջ։ Կախված եմ դրի, հա, էս է, էս նկարի մեջ էս սյուները տեսակ, հիմա այս նույնը այստեղ եք տեսնելու։ Հա, էս է, նայ, այս ամբողջը եղել է այդ տաճարը, արևին է դեմ եմ նկարում։ Հիմա գնում ենք այս դիմացը։ Նայ, սա առանձնացված ինչ-որ բան է, հա ինչ է նշանակում, հետո ընդեղ պիտի գնանք, հա մի հատ արագ գնանք, ցուցատախտակ եմ ման գալիս, ինֆորմացիա համար, Պոմպեում ավելի շատ կար, այդ ցուցատախտակները, թվում են դա ուրիշ բան չկա շատ։ Հենց փողոցն է, հետևի մասից եմ նկարում, այսա լույս ավելի նկարում է։ Որ դու մեկ նկարում ես ու ասում ես, որ ես բողոքում եմ, ասում եմ սիրուն չի բան, դու ասում ես արևան կատա չեմ տեսնում։ Հիմա ես այդպես վիդեո եմ նկարում, բայց ոչ մի բան չեմ տեսնում կամերայի վրա, հենց ուժեղ արև է, ակնոցն է որ դնում ես, ինքը բան է անում։ Ընդհանուր մի գույն է ցույց տալիս։ Բայց ճիշտն ասած շատ վտանգավոր է այստեղ քայլելը։ Մանավանդ եթե մի հատ անձրև գա, բան գա։ Դաժե որ անձրև չկա, ես կասեի 4 ժամանակ էլ իրա դժվարություն ունի, որտեվ այս քարերի վրա հող է նստում, հող։ Մի թեթև հող է նստում, որ փոշի է նստում, որը ավելի սղլիկ է դարձնում։ Շատ դաժան է, ամեն վայրկյան դու նայում ես, թե ոտքը տուր ես դրել, ոչ չսղաս։ Հերոսություն է ստեղ կալը, այս չի։ Մեր մյուսը ինչ է, մի հատ կարող է կարդաս, թե չէ։ Նկարեցի՞ր մոնումենտը։ Okay, լար ես փողոցների անունները նկարենք։ Ուղղությունները։ Գնալու ենք հիմա այս կողմ, այս է ամենաս իմ ուզած կողմը, Celsius տեղ, Terrace House, մի հատ կախտա էլի, ես յանց Upper Gate, okay. Ես Upper Gate է, Lower Gate ուր է։ Lower Gate չգիտեմ, արդեն դրա ժամանակը չենք ունենում։ Քամին քանի գնաց ուժեղացավ, տարածությունը ավելի բաց տարածություն է եւ վիդեոն ահավոր դժվար է լսելը, նույնիսկ իմ համար։ Դրա համար երևի մի քանի հատ նկարներ կդնեմ եւ ես կփորձեմ ինքս խոսել, բացատրել այս ընթացքում։ Մնացած մասը ասենց ուղիղ փողոց է, ու կողքերը սյուներով, հետաքրքիր սյուներով, բարձր սյուներով, Մարմարային փողոց է, իրենց գլխավոր փողոցով, հիմա մենք իջնում ենք ներքև։ Իրենց փողոցներից մեկն է։ Հերակլեսի տուրը։ Հերակլեսի տունը, գեյթը։ Գեյթը։ Գեյթը, խեղճ Հերակլեսը չի չորիակո գեյթը։ Հələ հելի մի հատ տես, վերականգնի։ Այստեղ այս ավերակները տեսնում եք, այստեղ քարերի տեսքով։ Հենց սրանք են եղել հիմա։ Հերակլեսի դարպասներ է կոչվում, հսկասյուներ են, Հերակլեսի բարձրաքանդակներով։ Ես ուղղակի նայում եմ վիդեոների մեջ այդ Հերակլեսի
Սյուները չկան, ես չգիտեմ, ես չեմ նկարել, դե լավ չի երևում, չեմ կարող ասել։ Ծանոթներ այնքան դժվար է արտասանելը ու չգիտեմ է ճիշտ եմ արտասանում թե չէ։ Օրինակ Google-ը թարգմանել է նիմֆեոնի շատրվան։ Դա հսկայական հասարակական շատրվան է, գտնվում է Էֆեսի քաղաքի կենտրոնում։ Որպեսզի մոտավորապես պատկերացում կազմեք այդ շատրվանի գեղեցկության մասին, այդ շատրվանի մոտավոր մակետն կա նկարով եւ իրականը տեսեք համեմատեք թե ինչ գեղեցկություն է իրենից ներկայացրել ժամանակին իհարկե։ Ցուցադախտակ են գտել, որտեղ փոքր ինֆորմեյշն կա, գոնե ստեղ եղել է երևի այս արձանը, Ախպերգա է։ բայց այս արձանն էլ է եղել, նայի, կոտրված ոտքով։ Ճանոց այս փողոցը, քայլել չի լինում։ Հերքել է փողոց։ Այսի ոնց որ սահադաշտ լինի, ոչ թե փողոց լինի, ոնց էլ մարդիկ, այսի առաջ էլ ասենց եղել, թե սրանք են սենց սղլիկ սարքե, չեմ կարծում, որ սենց սղլիկ ա եղել, բա ոնց են քայլել։ Ըստում այս սալահատակը իրանք են սարքել։ Չէ, աստե մեն բանն է։ Փողոց։ Մեծ քաղաք է։ Պոմպեի նման մեծ քաղաք ա լսում։ Գնում եմ, իմ կոշիկներից գնում ա, ոպ։ Ոնց որ բանն է, դա, սա, ուй, չեմ պշկակացում է։ Ես չգիտեմ, Ստեփան, զգուշ ես արի գնանք դուս, պոշմանեցիք կալս։ Ես զենց բան չէի տեսել, որ չկաղանեմ տապակ տեղը կալեմ, եզովը նույնիսկ հելայի մեզ կոշիկներով տապակ, բան չեղավ, այստեղ չեմ կարողանում կայլել, պետք է երևի հատուկ զգուշացնեին ստեղ, սալոցողների, միայն ու միայն, Դե հիմա գնում ենք ընտեղ մի քիչ երևի բան կլինի։ Okay, արի ես կոմ։ Փողոցն եմ նկարում։ Եմ տեսնում եմ ես։ Չեմ ավելի ճիշտ չգիտեմ, երևի նկարվում ա։ Նկարվում ասած գիտի։ Չեմ հասկանում։ Նենց ուժև արև, ակնոցն էլ անում եմ, մեկ այլի բան չեմ տեսնում։ Ականջակալներով որ գալիս են, բացատրում ա իրան, Արտեմիսի չգիտեմ ուր, ստեղ եկան օրինակ, ես էլ այլացում, նկարում է ստեղ սիրի տեղը։ Այս մասում եւս բաղնիկներ, լոգարաններ են եղել, բաղնիկների անունը եղել է Վարիոս բաղնիկներ, Այստեղ ինչ-որ շենքում գտել են մի հատ կնոջ արձան, որը մեծ ներդրում է ունեցել լոգարանների վերանորոգման գործում։ Army all the time. Only when it is necessary. Սաղել ա։ So that's why you should give some freedom, kind of an autonomy to people, just like the Այս մեկ միլա Ottomans հետաքրքիր։ and Romans had the freedom, autonomy to restrict people. Աստե Ephesus is still like 6th century under the Roman Empire. It was a Greek city, but under the Roman rule. And Romans didn't very much influence, very much. Նարեն ա գրված երևի, չէ։ Նկարի է շունական տարերը։ Զայի մասին էր պատմում, սպասի, իմ նա հեռախոսը, քո կամերայով նկարի։ Չմեն դու զայի մասին էր պատմում, նա է դեմքը։ Այս ամենագեղեցիկ ու լավ պահպանված կառույցներից մեկն է, կոչվում է Հադրիանոսի տաճար։ Կառուցվել է մեր թվարկության 138 թվականին, նվիրված է եղել կայսր Հադրիանոսին։ Այս տաճարի ամենատպավորիչ կողմերից մեկը նրա գլխավոր կամարն է։ Այն պահվում է միայն մեկ կենտրոնական հիմնաքարի վրա առանց շաղախի։ Կամարի վրա կարող ենք տեսնել օձի մազերով մեդուզան։ Այն օգտագործվել է որպես չար ոգիներին հեռու պահելու համար։ Մեջտեղում գտնվում է Տիխեի, այդպես է թարգմանված, չգիտեմ իրականում հայերենում ոնց է, Աստվածուհու
գլխի պատկերը։ Տիխեն Էֆեսի հովանավոր աստվածուհիներ։ Առևտրականներն ու նավաստիները աղոթում էին Տիխեին իրենց ճանապարհորդությունների ժամանակ, որպեսզի անվտանգ պահի իրենց։ Այս շենքի վրա կարելի է տեսնել շատ բարձրաքանդակներ։ Կարելի է տեսնել օրինակ ձիու վրա վարազի հետևից վազող անդրոգլոսին, որը համարվում է այս քաղաքի հիմնադիրը։ Կամարի մյուս կողմում ամազոնիներն են, որոնք նույնպես համարվում են քաղաքի հիմնադիրներից։ Ես հետո իմացա, որ Արտեմիսի արձանը գտնվում էր այս թանգարանում։ Երևի նույնիսկ մենակ դրա համար կարելի էր մտնել այս թանգարանը։ Բայց ցավոք սրտի ժամանակը սահմանափակ էր, բնականաբար ամեն ինչ չէինք կարողանա հասցնենք, մենք ընդամենը տաքսիով եկել էինք կարճ ժամանակով, թեև վճարել էինք արդեն, եւ տաքսուն էինք վճարել, եւ մուտքի փողը բավականին թանկարժ էր, վճարել էինք, բայց միևնույն է ժամանակը շատ քչություն արեց մեր համար, ստիպված էինք արագացնել եւ թանգարանը չմտանք։ Էֆեսոսում եւս մի շինություն, որը նվիրված է կայսր Հադրիանոսին, գրված է Հադրիանոսի դարպաս։ Նվիրված է եղել Հադրիանոսին ի պատիվ կայսեր քաղաքի այցելության մեր թվարկության 124 կամ 129 թվականներին։ Okay. Նա այցիր ինչն էր, մի րոպե, այս կողմ։ Ճիշտ դիր։ Ոտքը։ Մի հատ գնամ ստեղ նկարեմ ու գամ մի վայրկյան։ Հասանք ամենա պիկին, այս ամենահետաքրքիր մասն է, որ ամենտեղ ես էսի տեսել եմ։ Ամենաուժը փոխա գալ։ Այս գրադարանն է, եթե ճիշտ եմ հիշում։ Հսկայական մեծ գրադարան են ունեցել։ Էֆեսոսը աշխարհի ամենամեծ, ամենահարուստ եւ ամենահայտնի քաղաքներից մեկն է եղել։ Այստեղ ապրել են 250,000 մարդ։ Արվեստը այստեղ ծաղկում է ապրել, մեծ գրադարան է ունեցել, մոտավորապես 12,000 բագաղատներով։ Գրադարանը առանձնացել է մտածված ճարտարապետական նախագծով, որը պաշտպանում էր արժեքավոր սեռագրերը խոնավությունից։ Գրադարանը կառուցված է եղել կրկնակի պատերով եւ այնպես, որ ուղիղ արևի լույսից հեռու մնան գրադարանում պահվող գրքերը։ Գրադարանի անունը միտեղ թարգմանվում է հայերեն Ցելսուսի, միտեղ Կելսուսի գրադարան, այնպես որ իրականում ոնց է հայերեն հնչում, ես չեմ կարող ասել։ Ցելսուս է հիմնականում գրված շատ տեղեր թարգմանության ժամանակ։ Գրադարանը կառուցվել է մեր թվարկության 110-ից 135 թվականներին Գայոս Հուլիոս Ակվիլայի կողմից, որպես դամբարան եւ գրադարան, իր հոր պատվի, իր հոր անունով է կարծեմ հենց այդպես է կոչվում։ Հուլիոս Տիբերիոս Ցելսուսի պատվին նրա որդին Հուլիոս Տիբերիոս Ակվիլոսի կողմից է կառուցվել այս գրադարանը։ Գրադարանն է, այն մյուս կողմում հասարակած տունն է եղել իրանց։ Տեսար, որ ես առանց գալու ես գիտեի որտեղ ինչ կա։ Ուրեմն ինչքան էի հետաքրքրված էլ է այս տեղանքով։ Հետաքրքիրն է նա, կարծեմ, ես նույնիսկ լսել եմ, որ գաղտնի մուտք կա եղել։ Մարդիկ մտել են գրադարան, տղամարդիկ։ Լսի։ Տղամարդիկ մտել են այս գրադարանը, որ իբր գրք կարդալու, հետո տակից մտել են այս հասարակած տունը իրանց։ Այս Էֆեսոսի այցելուների ամենահետաքրքիր վայրերից մեկն է, այստեղ անվանումը կոչվում է հաճույքի տուն կամ սիրո տուն։ Սա մի հետաքրքիր տուն է, բաղկացած է մեկ գլխավոր դահլիճից եւ դահլիճին միացված են բազմաթիվ սենյակներ։ Հետաքրքիր խճանկարներ կան հատակին, ենթադրվում է, որ այդ խճանկարները այդ շենքում աշխատող աղջիկների պատկերներն են։
Ասում են, որ նույնիսկ այս շենքը ունեցել է ջեռուցման եւ սառեցման համակարգ։ Այստեղ Մարմարե փողոցի վրա մի հատ sense մայթեզրին այսպիսի հետաքրքիր քար կա, որտեղ ցույց է տալիս սիրո տան ուղղությունը, ոտքի կողմը թագով կնոջ դեմքն է, ինչպես նաեւ ուղղանկյունաձև առարկա, որը կոչվում է, ասում են, որ դա փողն է, իսկ վերևի ցախ անկյունում նշանն է, սրտի նշանն է խորհրդանշում։ Այս ամեն ինչը խորհրդանշվում է նրանով, որ ոտքի ուղղությանը հետևի, հանդիպի կնոջ հետ, զգա սիրո հաճույքները եւ գումար վճարիր։ Այս իրանց այդ տեղն ա եղել, որտեղ տղամարդիկ ժամանակ են անցկացրել։ Չէ՞։ Իսկ ինչ ա, այստեղ պահպանված է տնից, հետաքրքիր ա։ Սենյակներ պետք ա լինեն օրենքով, նստել են դե։ Մի խոսքով, ժամանակ են անցկացրել, էլի մարդիկ, ինչ վատ ա որ։ Ահա։ Սա այս տարածքն ա, այն հենց դիմացն էլ իրանց գրադարանն ա։ Ասում են, որ գաղտնի թունելներ են եղել, որը գրադարանից տարել է դեպի մեծահասակների համար նախատեսված զվարճալի կենտրոնը կամ սիրո տունը։ Պաստորեն տղամարդիկ եկել են այստեղ գրադարանում գիրք կարդալու, հետո էլ կամաց թունելով տեղափոխվել են դեպի հաճույքների կամ սիրո տունը։ Okay, let's go. Մենք դեպի գրադարանը իրանց։ Բայց պատկերացնես ինչ հետաքրքիր ա եղել, տակից մտել են գրադարան, տակից գնացել են հասարակած տուն։ Շուստր են եղել, հա։ Թունելներ ա եղել, ասում եմ։ Շատ Աստեղան դիերլան կսա Ով ասեց։ Մենակ սետած Հրապարակն ա, հա իրանց։ Դե այդ քարերը նայ զարդանախշերով։ Իրանց հրապարակն ա։ Հունական տարրերը քարերի վրա պահպանված են շատ տեղերում։ Ստեղ նայեք։ Դե վրազացնում ես, բայց սխալ ուղղությամբ կարող ա տանես։ Ավելի լավ է ուղղությունը ճշտենք, ճիշտ ուղղությամբ գնանք։ Ասած երկու ելք կա, չէ՞։ Ներքևի և ներքևը գանցում Երկրի լեզուն իմանա խնդիր ունենա, ազատ, հարցրա։ Ջայլ աղջիկները ուրախությամբ կեզ կպատասխանեն։ Զոտվում են, հա։ Այսինքն ինչ էին ասում այդ հետազոտմանը։ Խորում են։ ասպաները, շենքերը կլած են։ Պեղումներ են անում, պեղումներ։ Այս մասը marketplace ա եղել։ Ինչ են արել ստեղ։ Բիզնեսի հարցերն են քննարկել։ Հրապարակում եկել են նստել են երևի։ Իրանց ժամանակի բիզնեսներն են քննարկել։ Բիզնեսքարեր են։ Ստեղ կտոր քարեր են։ Փշրված, մասունքներն են այս հսկաց տարածքի։ Նայ, որտեղից են եկել ամեն մի քարը։ Որ պատմության պատրաստված է։ Էֆեսոսի առաջին պեղումները կատարել են բրիտանացիները, հետո Ավստրիայի հնագետները ու քանի որ առաջին պեղումներ կատարողները իրանք են, իրականում ինչ լավ բաներ հայտնաբերվել է, տարել են իրանց թանգարանները։ Հետո նոր շատ տարիներ հետո, երբ որ թուրքական կառավարությունը սկսեց այդ ամեն ինչին մեծ ուշադրություն դարձնել, սկսեցին ավելի խիստ վերաբերվել, բայց ցավոք սրտի արդեն շատ բաներ տեղափոխվել էին օտար երկրի թանգարաններ։